Պետության ղեկավարը եթե հավասարակրություն պահել չգիտի, ուրեմն պրոֆնեպրեգոդն է ազնվորությունը։ Դուք եթե ցույց չեք տալիս ձեր զայրույթը։ Իմ ամբողջ տրեյնինգը դրա վրա է, որ ինքնատերապետումը չկորցնես։ Եվ կրկնում եմ, պատասխանատու պաշտոնի համար մարդ պետք է այդ տեստը անցնի։ Իվիճակի է ինքը իրեն թերապետել, թե ոչ։ Եթե իվիճակի չի, ուրեմն բարկա պրոֆնեպրեգոդն է։ Ինքը պետք է գնա այլ գործ բանտրի։ Ինչպես է ընդհանուր առմամբ այս 15 գոլը Քարուգաշարի գնահատում։ Ընդհանուր եւ նաեւ ձերը։ Դրական եմ գնահատում, մենք տեսնում ենք աճը, հետաքրքրության, բացասական եմ գնահատում ուղղակի այն ոճը, որը որդեգրվում է հատկապես ԿՊ-ի կողմից։ Արհեստական սրել, սպառնալիքներ եւ իհարկե վարչական ռեսուրսի կիրառում։ Կոնկրետ մեր մասով մենք տեսնում ենք դրական վերաբերմունքի եւ հետաքրքրության աճը Հայաստան դաշինքի նկատմամբ, սա ուղղակի դժվար է երկել։ Եղավ, դե լավ։ Մի հարց կարելի է, պարոն նախագահ, խոսելով ԿՊ-ի մեթոդների մասին, որ դուք հիշատակեցիք, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մի ձայնագրություն է սկսել կրկին տարածել, որում իբրև թե դուք Վլադիմիր Պուտինին խնդրում եք շանս տալ ձեզ հեռանալու կամ այսպես առանց խոչընդոտների հեռանալու, այսինքն փախչելու կարելի է ասել։ Ինչպես կմեկնաբանեք։ Պուտինը պիտի ինձ օգնի ես փախչեմ։ Ըստ Ալեն Սիմոնյանի տարածած ձայնագրության։ Ալեն Սիմոնյանի մակարդակը բոլորս տեսնում ենք, իր դաստիարակության մակարդակը եւս տեսնում ենք։ Ես տարեկան մի քանի անգամ դուրս եմ գնում գալիս, եթե փախնելու հարց կա, ես պիտի Պուտինին դիմեմ փախնելու համար։ Ուղղակի ինչ ասեմ, մարդկանց երևի բզիկները կամ հոգեկան խանգարումները սովորաբար համարում որ դա վարակիչ չի, բայց տվյալ դեպքում ոնց որ վիրուսային բան կա, ոնց իրար շփվում են, իրար փոխանցում են։ Ընդհանրապես դա ժամանակին իրենք հրապարակել են, դա արհեստական բանականությամբ ստեղծած նյութ է, նման խոսակցություն ընդհանրապես չի եղել ընդհանրապես, եւ իրենք պետք է, եթե չգիտեն, ես ուղղակի կարող եմ ասել, Ռուսաստանի նախագահ բաց կապով երբեք ոչ մեկ հետ չի խոսում, չկա այդպիսի բան։ Օր նախագահ Այդ նույն հարցն է։ այո, հետո շարունակենք։ Իհարկե հորինված է։ Չի եղել ընդհանրապես նման խոսակցություն։ Ես նույնիսկ այն ժամանակ մենք հայտարարել ենք, որ դա արհեստական բանականությամբ ենթադրում եմ ստեղծած խոսակցություն։ Պարոն նախագահ, հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը որպես երկրի վարչապետ երաշխավորել է այդ խոսակցության իրական լինելը։ Այսօր Գիտեմ, ինքը եւ խոսխանձող է, եւ ամեն ինչի փորձագետ է, եւ մսով ճաշ էփող է, եւ ամեն ինչ է ինքը։ Եթե նաեւ ինքը դրա փորձագետն է, ինչ ասեմ։ Ես կրկնեմ, ազատությունը այստեղ չէր, ուղղակի Ռուսաստանի նախագահը բաց կապով երբեք ոչ մեկի հետ չի խոսում։ Բաց կապով դուք երբևէ խնդրել եք աջակցություն Վլադիմիր Պուտինից, որ ձեզ օգնի։ Ինչի համար աջակցություն։ Մի հատ կարող եք բացատրել ինչի համար աջակցություն։ Մի հատ ասեք ես էլ հասկանամ ինչի մասին է խոսքը։ Աջակցի ձեզ, որ ընտրեն շատ եւ Որ ինչ դառնաք հաջորդ ղեկավար, ինչ որ կերպ աջակցի, որ դուք դառնաք հաջորդ նախագահ։ Օրինակ, կամ ինչով կարող է աջակցել։ Ես չգիտեմ, դուք ասեք ինչով կարող աջակցել։ Դուք չգիտեք։ Իսկ եք համարում թե ես պիտի իմանամ, որովհետեւ դուք ինձանից ուզում եք, որ ես աբսուրդային ինչ որ իրավիճակներ բարձաբանեմ, տվյալ դեպքում մի հատ ուղղակի հուշեք։ Ասելա որ ինձ օգնի, որ ես փախնեմ, հա, թե ինչ ասեմ։ Տարածված ձայնագրության ձեր ձայնով իբրև թե ներկայացվում է, որ դուք եք Վլադիմիր Պուտինին խնդրում եք, որ ձեզ օգնի անխոչնդոտ Հայաստանից հեռանալ։ Հեռանալ թե մնալ։ Ես կրկնեմ, քանի որ ազատությունը ստեղ չէ, նաև հատուկ ձեզ համար եմ կրկնում։ Ես գնալ գալու արգելք չունեմ եւ շատ վաղուց։ Եվ տարեկան մի քանի անգամ բացակայում եմ Հայաստանից։ Եվ եթե իմ նպատակը գնալ հետ չգալն է, ես ինչի պետք է այդ նպատակից օգտվելու համար այդ հնարավորություն ունեմ դիմեմ Ռուսաստանի նախագահին։ Աբսուրդը, հիմարությունը պետք է գոնե ինչ որ մի ֆրեյմի մեջ տեղավորեն, որը
տրամաբանված պետք է լինի։ Պարոն Քոչարյան, ինչով եք բացատրում Նիկոլ Փաշինյանի չգիտեմ, ասեմ, հռետորաբանության փոփոխությունը Ռուսաստանի մասին, կամ օրինակ Նիկոլ Փաշինյանի այս խոսքերը երևի ճիշտ է այսպես ձևակերպել, նա ասել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններին ոչ մի կտրուկ գործողություն չի ձեռնարկելու, նա ասել է, որ կասկածում եմ, որ 2018 թվականից մինչև օրս Վլադիմիր Պուտինին ավելի շատ կոնտակտներ որևէ այլ լիդերի հետ Պուտինը ունեցել է, իսկ ինքը մոտ 200 հեռախոսազրույց է ունեցել, այսինքն ընդդիմությունը մեղադրում է, որ նա Ռուսաստանի դեմ քայլեր ու հայտարարություններ է անում, բայց Փաշինյանն ասում է, որ մենք շատ լավ հարաբերություններ ունենք։ Դուք ինչով եք բացատրում Նիկոլ Փաշինյանի այս խոսքերը։ Դուք լրագրող եք։ Մայիսի վերջին պետք է Ճիշտ է, քննարկել։ դուք լրագրող եք։ Վստահ եմ, որ դուք հետևում եք process-ներին։ Եվ ձեզ ուղղակի միգուցե հուշեմ, միգուցե ուղղակի հիշեցնեմ, ինչ անում Նիկոլ Փաշինյանը։ Մի 2-3 օր գրոհում է Ռուսաստանի դեմ, տարբեր հայտարարություններով է հիբրիդային պատերազմ, ինչ ասես որ չեն ասում։ Հետո երրորդ օրը, հաջորդ 2 օրը ասում են մենք Ռուսաստանի հետ ընդհանրապես խնդիր չունենք, ամեն ինչ շատ լավ է եւ այլ։ Հետո էլ ինչ որ մի ռուբիլնիկ է միանում, հետո եւս 3 օր գրոհում են ամբողջ թիմով Ռուսաստանի վրա։ Հիմա ինչի համար են անում։ Ես չգիտեմ։ Դուք ուզում եք որ ես ինչ որ հիմարությունների բացատրություն տամ։ Հարցրեք հեղինակին, թե ինչի են 3 օրը հակառուսական հայտարարություններ, ոնց որ բզեն, հետո 2 օր, չէ, մենք լավ ենք, մենք պայմանավորում ենք եւ այլ, հետո եւս այդ ցիկլի մեջ։ Դուք կապ տեսնում եք Ռուսաստանի ղեկավար այսպես մարմինների, այսինքն Վարսաշյան Պաշտոնյաների հայտարարությունների, որ ԵԱՏՄ-ի Հայաստանի անդամակցության հարցը պետք է քննարկել։ Դուք տեսնում եք կապ այդ վերջին օրերի ավելի կոշտ հայտարարությունների ու Նիկոլ Փաշինյանի այս խոստովանության միջև։ Վարշապետը այսօրվա անում է ամեն ինչ, որ մեր երկրի գլխին մի նոր փորձանք բերի, ԵԱՏՄ-ի հետ կապված։ Իրեն ասում են, որ անհամատեղելի է։ Մեկը ասում են, չէ, անհամատեղելի է, բայց դուք սենց զապասկա եք, մենք երբ ուզենք դուրս կգանք, բայց հիմա մենք այդ ամենից օգտվում ենք։ Եթե նման բան, որը մեկը ասի Միացյալ Նահանգների նկատմամբ, դուք պատկերացնում եք ինչ հետևանքներ կլինի։ Օրինակ մեկը Տրամպին ասի, գիտես, հիմա քո հետ շփվում ենք, այնքանով ինչքան որ պետք ես։ Վաղը որ որոշենք, որ դու մեզ պետք չես, մենք քեզ կոպիտ ասած գցելու ենք։ Հետևանքները կարող եք պատկերացնել։ Հիմա Ռուսաստանը հսկա երկիր է, մեծ ամբիցիաներ է։ Երևի աշխարհի հզոր երկրների երրորդն է իր պոտենցիալով։ Ռազմական պոտենցիալով երևի առաջի երկրորդ, տնտեսական պոտենցիալով երրորդ։ Կարելի է նման կարգի հարաբերություններ կառուցել նման ոչի մեջ Ռուսաստանի հետ։ Եթե դու մտածում ես Հայաստանի մասին։ Եթե չես մտածում, որ ինչ որ տեղից քեզ բրդում են եւ դու պետք է դուր գաս ինչ որ մինտեղ, հետո փորձես սվաղես այդ ամեն ինչը Ռուսաստանի հետ, հետո էլի դուր գաս 2-3 օր sense ատրաբոտ կանես կոպիտ ասած, այլ խնդիրներ չի կարելի։ Վերջը այդ գինը տալու է մեր ժողովուրդը։ Ինձ թվում է հերիք, ինձ թվում է բոլբոլ։ Կապված կասեք երևի ասել եք, բայց տրիփի հետ կապված օրինակ ինչպեսին է ձեր մոտեցումը։ Լավ, դուք որպես հայ, որպես Հայաստանի բնակիչ, դուք ո՞նց եք պատկերացնում Միացյալ Նահանգները այսօր պատերազմական վիճակում է գտնվում Իրանի հետ։ Ո՞նց եք պատկերացնում հայ-իրանական սահմանը հանձնել ամերիկյան ընկերությանը։ Դա նորմալ է կամարը։ Իրանը դա ո՞նց կընդունի։ Ձեզ մի պահ դրեք Պարսկաստանի տեղ։ Սենց մարդկային առումով։ Հայաստանի կառավարությունը վստահեցրել է, որ Արցախը Հայաստանը եւ վերջ։ Հայաստանի կառավարությունը, եթե սկսեմ սենց թվարկել, թե ինչերի մեջ է վստահած, որ Շուշի ու Հադրութ հետաբերելու Հայաստանի կառավարությունը վստահեցրել է, որ ամեն ինչ նորմալ է եւ այլ։ Ինչն է վստահեցնում։ Դուք տրամաբանված փորձեք ինքներդ գնահատել, sense նայեք, ասեք, պատերազմի մեջ գտնվող երկրներ եւ հայ-իրանական սահմանը դու հանձնում ես ամերիկացիների։ Իրանը դա ո՞նց պիտի ընդունի։ Դուք ինչպես եք դա պատկերացնում Ռուսաստանի ներգրավմամբ, Չինաստանի։ Ես բազմից ասել եմ, պետք է անպայման պրոյեկտի մեջ ներգրավել պետություններ, որոնց նկատմամբ Պարսկաստանը ունի դրական վերաբերմունք։ Այդ դեպքում այդ բանը կհանվի։ Կամ ուղղակի կառուցել այդ ճանապարհը եւ ասել, որ մենք
ինքներս Հայաստանի Հանրապետությունը այդ հնարավորությունը Նախիջևանը կապել Ադրբեջանի մյուս հատվածի հետ մենք ստեղծում ենք, խնդրեմ օգտվեք։ Պարոն Քոչարյան, եթե այդ պետություններին հնարավոր լինի ներգրավել, իշխանությունը կներգրավի, չի ուզում եմ ասել հնարավոր է ներգրավել, չեն ներգրավում եւ դուք Չեն զբաղվում ընդհանրապես, հարցը չեն էլ դրել։ Դուք Ռուսաստան, Չինաստան նկատում եք։ Այո, օրինակ Ռուսաստան, օրինակ Չինաստան, իսկ քիչ կար Չինաստանը։ Չինաստանը։ Հիմա ոչ թե չեն զբաղվում, չեն էլ ուզում զբաղվել եւ ես համոզված եմ, որ հնարավոր է։ Հիմա եթե գնաք դուք քաղաքացի եք, գնաք ճիշտ քվեարկեք, ընտրեք մի իշխանություն, որը պատրաստ է ջանք գործադրել այդ նպատակին հասնելու համար, ես ձեզ երաշխավորում եմ այդ ֆորմատը կփոխենք։ Դրա համար ասում եմ երկու տարբերակ, մեկը Հայաստանը ինքը դա ստեղծում է, ինքը վերականգնում է այդ ամենը, ասում է այդ հնարավորությունը ես տալիս եմ, կամ փորձում է ներգրավել այլ պետություններ։ Ամենից հեշտ բանը դա լինելու։ Ժամանակին հաջողվել է, չէ՞, ունենալ ֆորմատ Մինսկի խմբի, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան եւ Ֆրանսիա։ Աշխատել է այդ ֆորմատը, աշխատել է։ Ով է հրաժարվել այդ ֆորմատից։ Ալիևը եւ Նիկոլ Փաշինյանը։ Ուրեմն հնարավոր է։ Բայց ես ամբողջը պիտի կրկնեմ, մենք մեր Մեկ հարց եմ ընդամենը մենք ուշանում ենք հաջորդ Պարոն Քոչարյան, Փաշինյանը պնդում էր, որ ենթադրաբար այն ձայնագրությունը, որը տարիներ առաջ էր տարածվել, արդեն դրա մասին ասել եմ, շատ կներեք, ես պիտի երրորդ անգամ կրկնեմ։ Ուղղակի կներեք, իսկապես պիտի երրորդ անգամ կրկնեմ, որովհետև այդ հարցը արդեն ասում եղավ։ են Բոթասով են եկել, Բոթասով են հետ գնալու, դրան ինչպես կարծիք։ Հատուկ պիտի արձագանքեմ։ Ամենից մեծ խնդիրը գիտեք ինչ է, որ մի ապուշ հարցին պետք է ինչ-որ սկսես մեկնաբանություններ տալ։ Ինքը, սենց ասեմ, ես մեծացել եմ մի ընտանիքում, որը միշտ ունեցել է սեփական մեքենա։ Ես փոքր ժամանակ մենք ունեցել ենք Մոսկվիչ, միջև այդ Պաբեդա, երևի չգիտեք այդ ինչ մեքենաներ է, հետո Ժիգուլի առաջինը։ Եվ եթե Փաշինյանի մանկությունը, այսպես ասենք, ճղված sense բոտոսային չէր, ենթադրում եմ, որ ինքը այդպիսի մանկություն է ունեցել, իրեն թվում է, թե երևի ինչ որտեղ փորձում է դա բան անել, էլի պրոյեկտել իր վրա։ Ո՞տ է ափսոս։ Իմ առաջարկը նաև հորդորը, sense մի սահման կա, եթե այդ սահմանը անցնում է sense ապոշցան տիրույթ արհամար է։ Իսկ լեքսիկոնի հետ կապված իր օգտագործած բառերը նեուչն եմ խնդրում պետք է։ Տհաս, տգետ, անգրագետ, ազնվորությունը, որի հետ ուղղակի այդ ուղղությամբ մրցել է անհնար է։ Բարևներ։ Ձերս բռնեցին են գալ դուրս։ Քալիք հետ նկարվեք։ Ես գրկես։ Ու մազերը։ Ո՞վ անկարում։ Են կամ երևի։